Փորձեմ մեկնաբանել, թե ինչ է տեղի ունենում, որպեսզի յուրաքանչյուրը հասկանա, թե ինչ է տեղի ունենում պետական եկամուտների կոմիտեում։ Նախ կա որոշակի ջերմություն։ Եվ երբ խոսում ենք մենք ջերմության մասին, այսինքն եթե օրգանիզմը կամ համակարգը ջերմություն ունի, դա արդեն որոշակի առողջացման նշան է։ Այսինքն առողջանում է համակարգը։ Ինչու է առողջանում, ես դա կմեկնաբանեմ շատ ավելի մանրամասն։ Եվ ուզում եմ այս տեսանկյունից մոտենալ այս հարցերին, որովհետև ջերմությունը նշանակում է առողջացում։ Եվ այդ առողջացումը խորքային պատճառներ ունի, եւ յուրաքանչյուրը պետք է շատ խորը այսօր ընկալեք, թե ինչի խորքային պատճառներ ունի։ Խորքային պատճառներից մեկը մեր ձեռքբերումներն են, որոնք շատ մեծ են։ Ինչու է շատ մեծ։ Երբ որ ես գալիս էի պետական եկամուտների կոմիտե, տարբեր շրջանակների մոտ շատ տենց բացասական սպասումներ եւ ընկալումներ կային, նաեւ ձախողման սպասումներ եւ ընկալումներ կային, բայց արի ու տես ունենք շատ մեծ ձեռքբերումներ, որոնք են դրանք։ Տեսեք, մենք տարվա մուտքերը հարկ վճարողների հետ մեկտեղ կատարել ենք։ Դա վերաբերում է թե մեր պետական բյուջեի ծրագրին, թե նաև ճշտված ծրագրին։ Եվ պարզ է, որ նման իրավիճակում հայտնվում են մարդիկ, ովքեր փորձում են ցեղ շպրտել այդ հաջողությունների, այդ ձեռքբերումների վրա, եւ դա վերաբերում է թե ներսի մարդկանց որոշ շրջանակների, թե դրսի որոշ շրջանակների։ Ունեցել ենք շատ մեծ բացահայտումներ թե մաքսանանգության, թե ստվերի։ Դա էլ է խոսում մեծ առաջընթացի մասին։ Եվ դա էլ է անհանգստացնում մարդկանց, ինչպես կարող է այդպիսի բացահայտումներ տեղի ունենալ, ինչպես թե արդեն կպնում են մեր գրպաններին, եւ մարդկանց ներնյութական շահերը բերում են մի իրավիճակի, որ իրանք անհանգստանում են այս հաջողություններից։ Եվ իհարկե մեր հավակնոտ բարեփոխումներն են, որոնց անշեղ ընթացքը որևէ մեկը չի կարող կանգնեցնել։ Որևէ իրավիճակում, թե ներսում, թե դրսում։ Բայց արի ու տես, որ թե ներսում, թե դրսում շատ են ուզում այս առիթից օգտվել։ Եվ ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, մինչ օրս չենք թույլ տվել ու թույլ չենք տալու այդ առիթից օգտվողներ լինեն։ Հաջորդ հարցը, որը որ ձեր հետ պետք է խոսենք, դա իրավիճակի կառավարելությունն է։ Վստահ եղեք, որ իրավիճակը իմ եւ մեր կողմից ամբողջությամբ կառավարել է թե ներսում, թե դրսում, եւ իմ կարևոր ուղերձը ձեզ նա է, որ ոչնչից չվախենաք ու ոչնչից չընկճվեք։ Ու շարունակեք նույն ոգով մարդակենտրոն եւ արդար մոտեցումներով բարեփոխումների անշեղ ընթացքը։ Ու խոսքս հատկապես ուղղում եմ այն աշխատակիցներին, ու ես շատ կուզեմ, որ դուք բոլորին փոխանցեք այս խոսքը, ովքեր պահպանել են այն հիմնարար սկզբունքները, որոնց մասին ես դեռ պաշտոնական մեկնարկից եմ խոսել ու այսօր առիթ կունենամ անդրադառնալու։ Իրականում կոռուպցիան ու ստվերը չարիք են։ Չարիք են բառից ամենաուղիղ իմաստով։ Եվ երբ որ ինչ որ մեկը թույլ է տալիս, որ այդ չարիքը իր միջավայրը պղտորի, տեղի ունենում, այն ինչ որ տեղի ունենում։ Եվ մենք այդ չարիքի դեմ անխնա պայքար ենք մղում, եւ դա է պատճառը, որ այսօր ունենք այսպիսի երևույթներ։ Ու ամենահետաքրքիրը նա է, որ այդ խնդիրները բացահայտել ենք հիմնականում մենք։ Դա էլ է խոսում առողջացման մասին։ Այսինքն այն բացահայտումները, որոնք որ տեղի ունեն, որոնք որ դուք տեսնում եք, դրանց մեծ մասը բացահայտել ենք մենք։ Եվ էլ չեմ ասում, քանի տասնյակ ավել բացահայտումներ են կարել, որոնց մասին դեռ չենք խոսում։ Ես իզուր չի, որ ասում եմ, որ աննախադեպ արդյունքներ ունենք, այո, բայց այդ աննախադեպ արդյունքների հիմնարար գործոնը այն միջավայրն է, որը որ պետական եկամուտների կոմիտեում ձևավորվել եւ շարունակում է ձևավորվել։ Հիմա մեր առաջիկա գործողությունների հետ կապված նախ ես խոստովեցի ձեզ հիշեցնել այն սկզբունքները, որոնց մասին մենք շատ ենք խոսում եւ որոնց շուրջ պիտի կառուցվեն ամբողջ արժեհամակարգը, որը պետական եկամուտների կոմիտեում պիտի դրսևորվի հավերժ։ Առաջինը՝ չի հանդուրժվելու միջակցությունը հին կարծատիպերի դրսևորումը։ Երկրորդ՝ մարդակենտրոնությունը եւ մարդկային արժեքները լինելու են առաջին տեղում եւ կան առաջին տեղում։ Հայրենիքի զարգացմանը նվիրումը պետք է
նկատվի բոլոր գործողություններում։ Կոռուպցիոն եւ անօրինական ցանկացած երևույթ կոշտ արձագանք է ստանալու։ Եվ ես պաշտոնական մեկնարկին եմ խոստվել, հիմա էլ եւս ամենայն պատասխանատվությամբ հայտարարում դրա մասին, որ դա պահանջելու եմ եւ ինձնից, եւ բոլոր նրանցից, ովքեր մյուս նախորդ տարի եւ դրան շարունակող ժամանակահատվածում կլինեն մեր հետ եւ կկիսեն այս սկզբունքները։ Եվ ուզում եմ ձեզ վստահեցնել, որ մենք միջևեր կանգնած ենք այս սկզբունքները պահպանող աշխատակիցների կողքին, բայց աստիճանաբար արդեն ժամանակն է եկել, որ մեզ պետք է լքեն դրանց համար շանս ունեցած, բայց չդրսևորած աշխատակիցները։ Հաջորդը կարևոր է անհրաժեշտ կամքի ու վճռականության դրսևորումը ձեզանից յուրաքանչյուրի մոտ, որպես ղեկավարներ։ Ձեր միջավայրում կոռուպցիայի դեմ պայքարում հատկապես եւ դրանց բարձրաձայնման ուղղությամբ։ Եվ ես շատ խիստ հայտարարում եմ, որ ցանկացած աշխատակցի կոռուպցիոն դրսևորում իր անմիջական ղեկավարի եւ իր ղեկավարների հարցն ու պատասխանատվությունը։ Եվ իհարկե ամենաառանցքային գործողությունը, որը կլինի առաջիկա ժամանակաշրջանում, եւ դուք կտեսնեք, կլինեն կադրային մի շարք էական փոփոխություններ։ Նշածս տրամաբանության ներքո։